Ահա և պոպկորնի մեր գնդիկները։ Բոլոր տերևների վրա։ Եվ ընդհանրապես, ահա թե ինչ ունենք այս էտապում։ Ունենք գեղեցիկ փորվածք, ունենք այս ատամնավոր երիզը օձիքի վրա։ Այս փորվածքը կոչվում է անատոմիական փորվածք։ Այն, որ արվում է այս օձիքի վրա, սա անատոմիական փորվածք է։ Այն, որ արվում է թևատակերում, դա կոչվում է ասիական փորվածք։ Այս դեպքում մենք ասիական փորվածք չենք անի, փոքրիկների շորերի վրա դա այդքան էլ պարտադիր չէ, այսքանը բավարար է։ Ու հիմա ստացվում է, որ մենք հասել ենք ահա այս շարքին, 11-րդ շարքը։ Ես գործեցի պոպկորնի շարքը, թարս շարքը ետ եմ եկել ու հիմա այստեղ եմ։ Բայց հիմա ես այս շարքը չեմ գործելու, այ որ ասեցի վերևում, որ ես մի փոքր հեռացել եմ դասական այս գծագրից, այ հիմա այդ պահն է եկել, որ մենք մինչ այս շարքին անցնելը եւս երկու շարք կգործենք, մի հատ շիտակ, մի հատ թարսով հետ կգանք, նոր միայն կանցնենք 11-րդ շարքին, կբացվի նոր տերև։ Մի փոքր խոսել եմ այդ մասին, հիմա էլի կանգ առնեմ այդ պահի վրա։ Այստեղ եթե այդպես չվարվենք, այստեղ էլ, այս նմուշի վրա էլ է այդպես, այս տերևից հետո երկու շարք է գործվել դատարկ, նոր միայն անցել եմ հաջորդ շարքին տերևների։ Եթե այդպես չլիներ, տերևներն ավելի վերև դասավորված կլինեին ու այդ դեպքում ինչ էինք անելու մենք այս տերևի հետ, այս նախշի հետ, որը գործում է անմիջապես թևատակից։ Մենք չէինք կարող թևատակն ավելի շուտ առանձնացնել, թևքերն ավելի շուտ առանձնացնել, որտեղ այս չափսի դեպքում դա անհամաչափ կլիներ փոքրիկի համար, այս չափը կարճ կլիներ։ Ովքեր գործում են, նրանք արդեն հասկացան ինչ եմ ուզում ասել, եւ խոսքը սրան էր վերաբերվում, որ ասում էի բավականին բարդ հաշվարկներ են պետք էստեղ, առավել եւս երբ հաշվի առնենք ահա այս փորվածքի պահը, որ դուք տեսաք, որ երբ որ մենք ետու առաջ էինք անում, չէինք ավարտում շարքը, բնականաբար այս հետևի հատիկներն ավելանում էին, իսկ այս առջևի հատիկները մնում էին նույնը։ Ինչևէ, ես ձեզ տվել եմ պատրաստի հաշվարկ, պատրաստի թվեր, դուք այս ձևով գործեք ու կունենաք այն, ինչ ինձ մոտ է ստացվում, այսինքն չափսի առումով։ Դե եթե ձեր թելի պարամետրերն էլ համընկնում են իմ թելի պարամետրերի հետ։ Այս շարքում, ինչպես ասացի, ոչինչ չունենք անելու, շիտակ հատեր ենք գործելու, բայց այդ ոչինչ չունենք անելուն, դա վերաբերվում է միայն նախշին։ Այդ նախշի վրա է, որ մենք ոչինչ չունենք անելու։ Բայց մենք չենք մոռանում, որ մենք գործում ենք ռեգլան եւ միևնույն է այդ ռեգլանի ավելացումները չենք մոռանում անել, դա նաեւ նախորդ շարքին էր վերաբերվում, այնտեղ ես հիշում եմ, ասացի, որ այստեղ ոչ մի ավելացում, ոչ մի պակասեցում, բայց կրկնվեմ, խոսքը չէր վերաբերվում ռեգլանի գծերին նախորդող եւ հաջորդող ավելացումներին։ Դրանք մենք մինչև թևատակ բոլոր շիտակ շարքերում էլ պետք է անենք։ Ահա, այստեղ հասա թևատակին, ռեգլանի գծին, որը հետագայում թևատակն է դառնալու։ Ավելացումս արեցի, ռեգլանի երկու հատիկը, հաջորդ ավելացումն էս կողմից, ու էլի այդպես շիտակ հատերով գործում ենք մինչև շարքի վերջը, չմոռանալով այդ հերթական ավելացումների մասին։ Թարս շարքում առավել եւս ոչինչ չկա անելու, կհանդիպենք հաջորդ շիտակ շարքում։ Ու հիմա արդեն այս շիտակ շարքում մենք նոր տերև ենք բացելու։ Երիզի 7 հատիկից հետո գործելու ենք 11 հատիկ ու տերևի 5 հատիկը, երկուսը միասին, այս մեջտեղի հատիկն է, երկուսը միասին, 5 հատիկ, ավելացումներն էլ արդեն ընթացքում կանենք։
Այստեղ այս էտապում մենք ունենք հատերի հետևյալ քանակը. դոշի վրա 25 հատիկ, երիզի հատերն էլ հետը, թևքի վրա 25 հատիկ և թիկունքի վրա 39 հատիկ։ Ես նկատեցիք արդեն, այս կողմի վրա այդ նշումները չեմ արել, մյուս թևքի վրա, մյուս դոշի վրա և գործելուց էլ շատ դեպքերում կարծես թե թերի եմ թողնում, այս թիկունքի հատերից հետո էլ չեմ շարունակում, ենթադրելով, որ արդեն հասկանալի է, որ գործելու եք հայելաձև, այսինքն եթե այստեղ արդեն անցաք թևքի վրա, առաջին տերևի համար գործում եք 4 հատիկ, ավելացումից հետո 5 տերևի հատերն են, 4 հատով ավարտվում էր շարքը։ Միգուցե մի փոքր ուշացումով է այս բացատրությունը, պարզապես ավելորդ էի համարում, մտածելով երևի դրա կարիք չկա, բայց հետո մտածի երևի ոմանց համար կա դրա կարիքը։ Երկրորդ շարքում էլ, ասենք, այստեղից սկսում ենք, այստեղ որ թեքվեցինք թևքի վրա 2 հատիկ ենք գործում, 5 տերևի հատերն են, միջանկյալ 11-ը ևս մի հատ տերև, արդեն այս էտապում թևքի վրա ունենալու ենք 2 տերև և 2 հատիկով ավարտվելու է թևքը ու արդեն երբ որ թեքվում ենք դոշի վրա էլ ահա այս հերթականությամբ ենք գնում, բնականաբար ոչ թե 7-ը պիտի լինի, 7-ը դա այս կողմում է, երիզի հատերն են, այսինքն այստեղ էլ հայելաձև պիտի լինի սկզբում 2 հատիկ, տերևը, 11 միջանկյալը, որից հետո արդեն կշարունակի շարքը երիզի հատերով կավարտվի։ Կարծում եմ հասկանալի է ինչի մասին էր խոսքը, ես այստեղ երիզի հատերն արդեն գործել եմ, սա վերջին հատիկն էլ կգործեմ ու կանցնենք նախշին։ Ահա 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Այս 2 հատիկը միասին են գործում դեպի աջ, էլի նույն ձևով ոչինչ չի փոխվում, ավելացումը, սա շիտակ, որը դառնալու է կենտրոնական հատիկը, որի վրա հետո պոպկորնի գնդիկն է գործվելու, թելը գցեցինք ու այս 2 հատիկը միասին են գործում ու ոնց որ հիշում եք, այստեղ մեզ մնում էր գործելու այս 2 հատիկը։ Ես այստեղ միտումնավոր տարբեր գույներով եմ նշել շարքերը, որպեսզի չշփոթեք։ Կարմիրը առաջին շարքն էր, կանաչը երկրորդ շարքն է տերևների, երրորդ շարքն էլ ուրիշ գույնով կգրեմ։ Ահա ավարտում ենք այս 2 հատիկով դոշը, մեր ավելացումն անում հերթական, ռեգլանի հատերը, այս կողմից էլ ավելացում ու ըստ այս հաշվարկի թևքի նախշը տերևը սկսելու է 2 հատիկից հետո։ Այս 2 հատիկը գործեցինք, բայց մենք կարող ենք նույնիսկ չնայել, արդեն հիմա հեշտությամբ կարող ենք հասկանալ ու կողմնորոշվել, որ ահա այս նախորդ տերևի վերջին հատիկն է, դրանից առաջ մենք պետք է ունենանք 5 հատիկ տերևի համար, ահա այս 5 հատիկներ, այսինքն երբ որ նայենք այս գծին, արդեն հասկանում ենք, որ սա տերևի հատերն է, սրանք, ու այստեղ գործում ենք, թեպետ այնուամենայնիվ արժի այդ 2 հատիկին էլ ուշադրություն դարձնել, որտև կարող է ուշադրություն չդարձնենք, գործենք այսպես այս կողմից, այնտեղ ավելացած լինեն հատերը կամ պակասած լինեն, հետո շատ ուշ գլխի ընկնենք, իսկ քանդելը այս էտապում բավականին բարդ է լինելու, այ եթե թևատակից հետո ինչ-որ սխալմունք լինի, որտեղ էլ ավելացումներ չկան ու ուղիղ գործում ենք, այդ դեպքում էլի մի կերպ, ահա տեսեք, հասանք նախորդ տերևի այս վերջին հատիկին, այստեղ պարզ երևում է, հա այս հատիկը, ու հասկանալի է, որ սկսվում են այդ 11 միջանկյալ հատիկները, կարող ենք հաշվել, կարող ենք չհաշվել,
հասնում ենք էլի վերջին հատիկին, ահա սա է, տեսեք այս հատիկն էր, այստեղ ավարտվեց նախորդ տերևը, 5 հատիկ, 2, 4, 5, 5 հատիկը տերևի հատերն են և 2 հատիկով ավարտվում է շարքը։ Ավելացումը, մեջտեղի հատիկը, ավելացումը այս երկուսը դեպի ձախ ենք գործում իրար հետ, 2 շիտակ հատ և թևքի հատերն էլ ավարտվեցին, անցնում ենք թիկունքին, ավելացումն արեցինք, նորից նայենք մեր հաշվարկներին, այնուամենայնիվ այստեղ մեկ հատիկ է մեզ պետք գործել, որից հետո անցնում ենք տերևին։ Այս մեկ հատիկը գործեցինք, այնուամենայնիվ կարող ենք մեզ մի հատ ստուգել, ահա այս նախորդ տերևի վերջին հատիկն է ու դրան նախորդում են 5 հատիկ, որից մենք բացում ենք հաջորդ տերևը, հաջորդ շարքի տերևը, ավելացում, մեջտեղի հատիկը, ավելացում, երկուսը միասին ու 11 միջանկյալ հատ, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, ահա, էլի այդ վերջին հատիկն է նախորդ շարքի տերևի և մեր հաջորդ բացվող տերևը։ Էլի 11 միջանկյալ, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, ահա էլի նայում ենք, վերջին հատիկն է, 2, 4, 5 և մի հատիկով ավարտվում է թիկունքը։ Եվ այդպես, ինչպես ասացի, հայելային արտացոլանքով շարունակում ենք մյուս թևքն ու դոշը։ Թևքն ու դոշը գործելուց հետո, թարշարքը գործելուց հետո գործում եմ հաջորդ շիտակ շարքը։ Այստեղ նախորդ տերևի հատերն են, որ նախորդ շիտակ շարքում 11-ն էին, հիմա դարձան 10-ը։ 10-ը, որովհետև դոշի վրա մենք միայն մի կողմից ենք տերև գործում, այս կողմից չեն պակասում այս հատերը, միայն այս կողմից է պակասում, այսինքն մյուս սիգմենտների վրա կդառնան 9 այդ հատերը, բայց այստեղ դոշերի վրա 10-ն են մնում, 2, 4, 6, 8, 10։ Ու այստեղ տեսնում ենք, այս ավելացված հատիկից հետո նկատի ունեմ կարող ենք և չհաշվել այդ ավելացրած հատիկից առաջ, այս երկու հատիկը միասին են գործում, շիտակ հատ, ավելացում, կենտրոնական հատիկն է, ավելացում, շիտակ հատ ու էլի միասին դեպի ձախ, մինչև այստեղ եթե գործել եք, արդեն լավ պատկերացնում եք ինչ է տեղի ունենում, երկու հատիկն է դոշի վրայի, որ մինչև այս տերևի ավարտը երկու հատիկ պիտի մնա, ուշադիր եղեք, եթե պակասում կամ ավելանում է, ուրեմն ինչ-որ բան սխալ եք արել, ավելացումն անում ենք, ռեգլանի երկու հատիկը գործում, հակառակ կողմից ևս մեկ ավելացում ու այստեղ 1, 2 հատիկ պիտի լինի, ոնց որ նախորդ շարքում էր, այս երկու հատիկը միասին կգործենք, շիտակ հատ, ավելացում, կենտրոնական հատը տերևի, ավելացում, շիտակ հատ, այս երկուսն էլ միասին։ Ու այստեղ արդեն 9 հատիկ պիտի գործենք միջանկյալ, 1,
3, 4, 5, 6, 7, 8, 9 Հիմա այս երկու հատիկը միասին դեպի աջ, շիտակ հատը, ավելացումը, շիտակ հատ, ավելացում, շիտակ հատ, երկուսն էլ միասին դեպի ձախ, երկու հատիկով ավարտվեց թևքը, ավելացում, ռեգլանի երկու հատիկը, ավելացում, երկու հատիկ էլ էստեղ թիկունքի վրա, ներողություն, այստեղ մի հատիկ ունեինք, այստեղ հիշում եք, մի հատիկ էր, այդ մի հատիկը պիտի գործվեր, եթե անգամ երկու հատ էլ գործում ենք, հետո տեսնում ենք, որ չկա միասին գործելու հատ, հասկանում ենք, որ ավել գործեցինք, խոճապի չմատնվեք նման դեպքերում, ամեն ինչ օրինաչափության ու տրամաբանության շրջանակում է, ոչ մի պատահական բան չի կարող լինել, 9 միջանկյալ, 3, 4, 5, 6, 7, 8, 9, հաջորդ շարքում լինելու է 7 միջանկյալ, ինչու եմ ասում, որտև հաջորդ շարքն էլ չեմ գործի, նկատի ունեմ կգործեմ, բայց էլ չեմ նկարահանի, ինքնուրույն կգործեք, այս մի տերևն էլ գործեցինք, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 միջանկյալ, հաջորդ տերևը, այս երկուսը միասին ավարտվեց տերևը, մի հատիկը թիկունքի վրայի և հերթական ավելացումը ռեգլանի գծից առաջ, ու այդպես կշարունակեք շարքը, կշարունակեք ողջ տերևը, նույն օրինաչափությամբ կհանդիպենք, երբ արդեն պետք է գործենք տերևների երրորդ շարքը, տերևների երկրորդ շարքն ավարտեցի, գնդիկից հետո գործեցի ևս երկու շարք, մի շիտակ, մի թարս, ու հիմա պետք է գործենք տերևների երրորդ շարքը, այս պահին յուրաքանչյուր սիգմենտի վրա ունենք հատերի հետևյալ քանակը, դոշերի վրա 31-ական հատ, թևքերի վրա 37-ական և թիկունքի վրա 51 հատիկ, ու գործելու ենք ահա այսպիսի հերթականությամբ, ես հիմա այսպես կպահեմ, դուք կարող եք սկրին անել և ընթացքում արդեն կհասկանաք, ինչ հաջորդականությամբ են գործում, այստեղ թևքերի վրա և դոշի վրա երևում է, որ շարքն ավարտվում է զրոյական հատիկով, այստեղ, իսկ այս թիկունքի վրա, բացի այն, որ շարքն է ավարտվում ու սկսվում զրոյական հատիկով, նաև այս 5-երի փոխարեն 4 հատիկ ունենք, կհասնենք այդտեղ, կբացատրեմ ինչ է տեղի ունենում, գործել եմ երիզի հատերը, այս էլ վերջին հատիկը ու անցնում ենք դոշին 1, 2, 3 հատ, սկսում ենք տերևը, երկու հատիկը միասին, ավելացում, կենտրոնական հատիկը, ավելացում, երկուսը միասին, 11 միջանկյալը, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, ահա այստեղ տեսնում ենք, այս այդ հատիկն է,
Այս տերևի վերջին հատիկն է ու անցնում ենք բացվող տերևին։ Երկուսը միասին, ավելացում, միջանկյալ կենտրոնական հատիկը, ավելացում ու այս երկուսն էլ գործում ենք, էլ մեզ հատ չի մնում, ըստ էության մեզ հատ պետք էլ չի, մենք այստեղ ուղղակի մեր հերթական ավելացումն անում ենք ու անցնում առաջ։ Ռեգլանի երկու շիտակ հատիկը, հերթական ավելացումը ու այստեղ էլ հատիկ չունենք մենք, ահա այս վերջին հատիկը տերևի ու դրան նախորդող 2, 4, 5 հատիկ, որոնք նախատեսված են նոր բացվելիք տերևի համար ու մենք տերևն ենք բացում այստեղ։ Երկուսը միասին, ավելացում, կենտրոնական հատիկն ավելացում, երկուսը միասին։ Անցանք միջանկյալ 11 հատիկին, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, հաջորդ տերևն ենք բացում, տասնմեկ միջանկյալը, վերջում մնում է 5 հատիկ, 2, 4, 5, այդ էր նշանակում, որ շարքն ավարտվում էր 0 հատիկով, այսինքն հատիկ չէր մնում։ Մենք այստեղ պարզապես մեր հերթական ավելացումն էլի անում ենք ու անցնում թիկունքի հատերին։ Ռեգլանի երկու հատիկից հետո այստեղ այս կողմից էլ մեր հերթական ավելացումը ու հիմա տեսեք ինչ է ստացվել։ Ահա այս հատիկը նախորդ տերևի վերջին հատիկն է։ Դրան ըստ տրամաբանության պետք է նախորդեր 5 հատիկ, այնինչ մենք տեսնում ենք 4 հատիկ։ Ուրեմն երբ ես առաջին նմուշը գործեցի այս ժիլետների ու հասա այստեղ, տեսա այդ 4 հատիկն ու հանկարծակի եկա, ես հասկացա, որ սխալվել եմ հաշվարկի մեջ ու մտածեցի քանդել, որպեսզի մեկական հատիկ ավել գործեմ թիկունքի վրա, այստեղից սկսած, որպեսզի այս հատվածում ես այդ մեկական հատիկներն ունենամ, բայց հետո որոշեցի ուրիշ ձև հարցը լուծել, անմիջապես այդ պահին գլխի ընկա ինչ կարելի է անել և դա ինչ որտեղ նույնիսկ շատ ավելի ճիշտ է, որովհետև սա արդեն վերջին տերևն է, այստեղից հետո արդեն մենք թևատակ պիտի ունենանք, ու թևատակի հատվածում հատկապես նրանք, ովքեր կարում են ձևել, կարել գիտեն, պատկերացնում են, դե անգամ եթե չգիտեն էլ շորերի վրա տեսնում ենք, որ այս հատվածում մի փոքր ձգվում է գործվածքը դեպի թևատակ ու ես վերցրեցի, հենց այդ պահից ելնելով, այստեղ մի հատիկ գործեցի, ոչ թե երկուսը միասին, այլ մի հատ, պարզապես մի հատիկով ձևավորվեց այս հատը, եթե նախորդ շարքերում, նախորդ տերևների դեպքում այստեղ ավելացումից հետո երկուսը միասին էին գործում, այստեղ մի հատիկ գործեցի, իմ ավելացումն արեցի, կենտրոնական հատիկը տերևիդ հել գցեցի ու այս կողմից արդեն 2 հատիկ միասին և հաշվարկը տեղը ընկավ ու հիմա սա իմ նախորդ տերևի հատերն են սրանք, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, այդ ձևով հարցը կարգավորվեց ու շատ ավելի ռացիոնալ ու ճիշտ մոտեցում էր։ Հաջորդ տերևը բացվեց, միջանկյալ 11 հատիկը,
այստեղ անցանք այդ 5 հատիկը, ահա, ես մի կողմից էկրանին եմ նայում, որպեսզի ձեռքերս դուրս չմնան ու հատերը անցա, ահա, էլի միջանկյալ 11 հատիկը, պատկերացնում եք, ես և գործում եմ, և խոսում եմ, և նկարահանում եմ, 3 գործողություն միաժամանակ եմ անում, և հնարավոր է, որ տեղ-տեղ սայթաքեմ, հայցում եմ ձեր ներողամտությունը, ահա, էլի 4 հատիկ, այս մեր նախորդ տերևի վերջին հատիկն է, որին հաջորդում է 4 հատիկ, նույն ձևով այս կողմից երկուսը միասին, ավելացում, կենտրոնական հատիկը, ավելացում և այս կողմից ընդամենը 1 հատիկով եմ գործում, որից հետո նոր միայն անում եմ հերթական ավելացումը, անցնում ռեգլանի հատերին, ահա, նորից ցույց տամ, խոսքս սրա մասին էր, այս 4 հատիկն էր, դրանից հետո էլի հայելաձև գործում ենք մյուս թևքն ու դոշը, այստեղ էլ 0 էր, և թարս շարքերով, շարքը գործելով ետ ենք վերադառնում, հաջորդ ճիտակ շարքն եմ գործում, հասա վերջին տերևին, շարքի վերջին, այսինքն երկրորդ տերևին, այստեղ 2 հատիկը միասին գործում եմ ու ավելացում անում, հատ չի մնում փաստորեն, հիշում եք, ինչպես որ նախորդ շարքում, ռեգլանի գծերից առաջ ու հետո ավելացումները ու այստեղ էլ էլի հատ չկա, միանգամից 2 հատիկը միասին պիտի գործեմ, ոնց որ նախորդ շիտակ շարքում եղավ, մեջտեղի երկրորդ տերևն է թևքի վրայի, միջանկյալ 9 հատիկը, և վերջին 3-րդ տերևը թևքի վրայի, ու վերջում այս 2 հատը միասին գործելուց հետո էլ հատ չունենք, մեր ավելացումն անում ենք, անցնում առաջ, այս կողմից էլ ավելացում ենք անում, և այստեղ, եթե նախորդ շարքում ու միշտ ասում էի, որ ասենք այս տերևի դեպքում մինչև տերևի ավարտը մենք պետք է 4 հատիկ ունենայինք մինչև ռեգլանի գիծը, այստեղ 2 հատիկ, այստեղ 0 է լինելու անընդհատ, նույնն էլ այստեղ, ահա այստեղ արդեն, քանի որ մենք այս 4-ը նախորդ շարքում կարգավորեցինք այս 4-ի հետ կապված մեր հաշվարկը, արդեն կարգավորվել է և այստեղ մի փոքր շեղում է տեղի ունենում, այսինքն այնպես չի, որ այստեղ արդեն պիտի էլի մի հատով սկսենք տերևը, ոնց որ առաջին շարքում արեցինք, այստեղ
սովորականի նման, ոնց որ բոլոր տերևների դեպքում երկու հատիկը միասին են գործում դեպի աջ։ Այս սա էր, որ ուզում էի այս պահին ցույց տված լինել, ու էլ ուրիշ առանձնապես ասելու ու ցույց տալու բան չկա, նույնն էլ էստեղ շարքի ավարտին նկատի կունենանք այդ պահը, որ մենք ըստ էության կարգավորեցինք այդ խախտումը։ Այսպես կգործենք մինչև երրորդ շարքի տերևների ավարտը, բայց այս դեպքում արդեն այն երկու դատարկ շարքը, որ գործում էին գնդիկներից հետո, չենք գործի։ Մենք հասնելու ենք ահա այս պահին, երբ պետք է առանձնացնենք թևքերը մարմնից, իրանից, եւ այստեղ արդեն այս գնդիկը գործելուց հետո պետք է գործենք ռեզինը։ Այդ երկու շարքը չենք գործել։ Խոստացել էի ցույց տալ ինչպես եմ գործում օղակները։ Այս նմուշների վրա օղակները գործում եմ ամեն 9-րդ ալիքից հետո։ Ահա առաջին օղակն էստեղ է, որից հետո 2, 4, 6, 8, 9։ 9-րդ ալիքից հետո եւս մեկ օղակ, 2, 4, 6, 8, 9։ 9-րդ ալիքից հետո գործում ենք երրորդ օղակը։ Գործում եմ առաջին հատիկը երիզի վրայի, երկրորդն ու երրորդը պիտի գործեմ միասին, բայց ես դա անում եմ հելունի օգնությամբ։ Հելունը անցկացնում եմ երկրորդ հատիկի միջով, դուրս բերում առաջինի միջից եւ աշխատանքային թելը հանում այդ երկու հատիկների միջից։ Ու ստացվեց, որ ես դրանք գործեցի միասին, բայց ես դա արեցի հելունի օգնությամբ, որպեսզի այս երկու հատիկը կողք կողքի դիրքավորվեն եւ ոչ թե մեկը մյուսի վրա։ Դա թույլ է տալիս, որ այդ օղակի անցքը մաքսիմալ աննկատ լինի։ Շարունակում եմ գործել մնացած հատիկները առանց թել գցելու։ Ըստ օրենքի պիտի ես այդտեղ այդ կրճատումից հետո թել գցեի ճաղի վրա, բայց ես այդ հատիկը կբարձրացնեմ հաջորդ շարքում։ Դա նույնպես անում եմ այն նպատակով, որպեսզի անցքը շատ աննկատ լինի, օղակի այդ անցքը։ Ահա, հասա այնտեղ, որտեղ իրար հետ էի գործել այդ երկու հատիկը, ու հիմա ես այս ձգվող թելից կբարձրացնեմ մի հատիկ։ Ըստ էության այս ձգվող թելը սա պիտի լիներ մեր նախորդ շարքում ճաղի վրա գծված թելը, որը ես չարեցի։ Հիմա այստեղից ուղղակի հատ եմ բարձրացնում եւ շարունակում եմ գործել հատերը։ Իսկ թե ինչպես եմ վարվում ես այդ հատիկի հետ, դուք արդեն տեսել եք ամենասկզբում։ Այ հենց այդ հատիկն էր, որ ես պտտված գործեցի։ Ու դրա համար էի ասում, որ օղակը մենք գործում ենք, ստացվում է 3 շարքի ընթացքում, մի հատ շիտակ կողմից, հա, այդ երկուսը միասին գործեցի, թարս կողմից բարձրացրեցի այդ հատիկը եւ հաջորդ շիտակ շարքում այդ բարձրացված հատիկը ես պտտած կգործեմ։ Իսկ հիմա թարս կողմից գործելով շարքը ավարտում ենք այն։ Ռեգլանի հատվածն ավարտվեց, հիմա մենք պետք է առանձնացնենք թևքերը։ Ասեմ, թե քանի հատիկ ունենք այս պահին յուրաքանչյուր սեգմենտի վրա։ Դոշերի վրա մենք ունենք 36-ական հատիկ, թևքերի վրա 47-ական եւ 63 հատիկ թիկունքին։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալ պահի վրա։ Ուրեմն տերևների առաջին շարքում մենք ունենք 19 հատիկ դոշերի վրա։ Երկրորդ շարքը գործելիս 25 հատիկ, երրորդի դեպքում 31-ը, ու ամեն անգամ այդ քանակն ավելանում էր 6-ով։ 19-ին 6 25, 25-ին 6 31։ Այստեղ էլ քանի որ երկու կողմից էր ավելացումը գնում թևքերի վրա, թիկունքի վրա, այստեղ արդեն այդ 6-ը դառնում է 12, հա, որովհետև մի հատ աչից, մի հատ ձախից ենք ավելացրել։ Էլի 13-ը 12-ով ավելացավ, դարձավ 25-ը, 25-ը 12-ով 37-ը։ Նույնն էլ թիկունքի վրա 27-ը 12-ով ավելացավ, դարձավ 39-ը, 39-ն էլ 12-ով ավելացավ, դարձավ 51-ը։ Բայց ահա տեսեք,
հիմա արդեն այս պահին մենք ունենք 36 հատիկ, այսինքն այս 31-ն ավելացել է 5-ով։ Հասկանալի է, որովհետև մենք դեռ չենք հասել տերևների շարքին։ Մենք մի շարք դեռ հետ ենք ու կարիք էլ չունենք տերևների շարքին հասնելու, այստեղ մենք պիտի առանձնացնենք արդեն թևքերի հատերը։ Պարզապես ուղղակի եթե կխորանաք այս հաշվարկների մեջ, որպեսզի ձեզ տարօրինակ չթվա, ես այս պահին ուզում էի անդրադառնալ այս հաշվարկներին։ Այստեղ արդեն բնականաբար ոչ թե 6 ավելացում ունենք, այլ 5-ը, այստեղ էլ 12-ի փոխարեն 10-ը, բայց այստեղ տեսեք թիկունքի վրա 63-ն է, այսինքն 51-ն ավելացել է 12-ով։ Ինչու՞մն է բանը։ Բանը նրանում է, որ չենք մոռանում, որ մենք այստեղ այս տերևների վրա վերջին շարքում ինքնակամ ավելացում արեցինք, երբ որ մենք մեկ հատիկի միջից գործեցինք 2 հատիկ, այդ ստացվեց, որ մենք ավելացրեցինք շարքի հատերը ու բացի ռեգլանի ավելացումներից մենք մեր կամայական ավելացումներն ենք արել, այդ է պատճառը, որ այստեղ արդեն այս օրինաչափությունը խախտվել է ու ավելացել է 12 հատիկ։ Ահա այն ամենն ինչ ուզում էի ասել, իսկ հիմա այսպես շիտակ հատեր գործելով հասնեմ թևատակին։ Պարզ է արդեն, որ թևքի հատերը մենք առանձնացնում ենք այն պահին, երբ յուրաքանչյուր սիգմենտի վրա ունեինք հատերի նշածս քանակը 36, 47, 63, բայց կարելի է կողմնորոշվել նաև ռեգլանի գծերի վրա եղած այս ալիքների քանակով, ընդ որում որպես ցուցիչ վերցնում ենք առաջին, առջևի գիծը ռեգլանի եւ ոչ թե թիկունքի, որտեղ թիկունքինը ավելի շատ է, հասկանալի։ Իսկ այստեղ այս պահին 20 ալիք ունենք, ահա 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20։ Ես հաշվում եմ մինչև այս ռեզինը։ Մինչև ռեզինը ունենք 20 ալիք։ Սրանով էլ կարող եք կողմնորոշվել։ Հիմա, երբ հասանք թևքի հատերին, այստեղ արդեն այս շարքում ոչ մի ավելացում չենք անում։ Հասանք ցուցիչին, այս մի ցուցիչը կմնա այստեղ դեռևս, գործում ենք ռեգլանի 2 հատիկը, այսինքն այս 2 հատիկը մենք տալիս ենք թևքին։ Այս ցուցիչը կարող ենք հեռացնել, որտեղ այս հատերն արդեն միանում են իրար։ Ու այսպես գործում ենք մինչև վերջ։ Այս կողմից էլ այս 2 հատիկն ենք միացնում թևքի հատերին, սա ռեգլանի հատիկներն են այս երկուսը։ Այս ցուցիչն էլ դեռևս կթողնենք, շրջվում ենք ու հիմա արդեն պիտի գործենք ռեզին թևքի համար, այսինքն այս շարքում էլ գործում ենք շիտակ հատեր։ Հիմա այս պահին ունենք 51 հատիկ, 47-ներ, 4 հատիկ ավելացավ, դարձավ 51-ը։ Բայց ես այս շարքում կրճատումներ կանեմ։ Հիշում եք, միշտ ասում եմ, որ ռեզինից շիտակ շարքերի անցնելուց, երբ որ պիտի գործվի այսպես շիտակ գործվածք, ավելացումներ եմ անում։ Հիմա էլ այս շիտակ գործվածքից ռեզինին անցնելուց կրճատումներ պիտի անեմ։ Առաջին կրճատումն անում եմ հենց այս երկրորդ ու երրորդ հատերի հաշվին։ Դրանք ես գործում եմ միասին, փոխելով այդ հատերի դիրքը։ Հաջորդ կրճատումն անում եմ հենց այս գնդիկի հատիկը եւ իր կողքի հատիկը միասին գործելով։ Այդպես այդ 3 հատիկը գնդիկների 3 հատիկը եւ մեկական էլ ուրեմն շարքի սկզբում տեսակ, մեկն էլ վերջում կկրճատեմ ու կստացվի 5 կրճատում։ Հաջորդն ահա
այս մյուս գնդիկն է, այստեղ սա և իր հաջորդ հատիկը միասին եմ գործում։ Եվս մեկ կրճատում էլ այստեղ, սա չորրորդն էր, և շարքի ավարտին եվս մեկ կրճատում, ահա սա և սա միասին եմ գործում, նախավերջինը և իր նախորդը միասին, իսկ վերջինը ուղղակի գործում եմ շիտակ։ Էլի շրջում եմ, այս ցուցիչն էլ արդեն կարող եմ հեռացնել, հաստատ էլ չենք շփոթվի, ու շարունակում եմ գործել իմ շիտակ հատերը, որպեսզի ունենամ ռեզինը թևքի։ Գործեցի 4 ալիք, 1, 2, 3, 4, ու հիմա պիտի փակեմ հատերը։ Հիմա արդեն 46 հատ է ճաղի վրա, հիշում եք 47-ն էր, երկուական ավելացրինք կողքերից դարձավ 51-ը, 51-ն էլ 5-ով կրճատեցինք, մնաց 46։ Հատերը փակում եմ հելունի օգնությամբ և կփակեմ ահա այս տարբերակով, որպեսզի այսպիսի ատամնավոր եզր ունենամ, որ սազի օձիքի այդ եզրի հետ։ Այս առաջին հատիկն էլ եմ գործում, հագցնում ճաղի վրա ու երկու հատիկը միասին գործում հելունով։ Հատը անցկացնում ճաղի վրա, այս երկու հատն էլ միասին գործում հելունով, որից հետո հելունով 3 օդային շղթա եմ քաշում ու հելունը անցկացնում այդ գործված երկու հատիկների միջով, դուրս բերում աշխատանքային թելն ու գործում այդ երկու հատիկը ու նոր միայն հատն անցկացնում ճաղի վրա։ Հաջորդ երկու, ոչ թե հաջորդ, այլ այս հելունի վրայի ու ճաղի առաջին հատիկը էլի միասին եմ գործում ու հիմա արդեն գործում եմ ոչ թե երկու հատիկը միասին, այլ վերցնում եմ երկու հատիկ, ստացվում է 3 հատիկ, հելունի 1 հատիկը և 2 հատ էլ ճաղի վրայից։ Ու էլի գործում եմ 3 շղթա։ Այս անգամ արդեն հելունն անցկացնում եմ այդ 3 հատիկի միջով, դուրս բերում աշխատանքային թելն ու գործում այս երկու հատիկը։ Հելունի հատը անցկացնում ճաղի վրա ու այս երկուսը միասին գործում։ Էլի անցկացնում եմ ճաղի վրա ու այս անգամ էլ գործում եմ էլի երկու հատիկը միասին, բայց այս անգամ էլ նկատի ունեմ, որտեվ հիմա էլ պիտի շղթա գործեմ, 3 օդային շղթա, և ստացվում է այսպես, որ մի դեպքում այդ օդային շղթա գործելու համար վերցնում ենք ճաղի վրայից 1 հատիկ, մյուս դեպքում 2 հատիկ, եթե ոչ շատ այսպես թույլ կստացվի այս եզրը, եթե ամեն անգամ 2 հատիկով վերցնենք, դրա համար մեկու մեջ 3 հատիկով ենք վերցնում, սա 2 հատիկով էր, այս 2 հատիկի միջից դուրս եմ բերում աշխատանքային թելը, գործում և անցկացնում ճաղի վրա, էլի գործում եմ հաջորդ հատիկի հետ և այս անգամ էլ 3 հատիկ փակում, երկուսը ճաղի վրայից, մեկը հելունի վրայինը, էլի 3 շղթա, էլի այս 3 հատիկի միջով անցկացնելուց հետո գործում եմ այդ երկու հատիկը ու այդ հատիկը փակում ճաղի հատիկի հետ միասին։ Այստեղ 3 հատ էր, հիմա հաջորդը պիտի անեմ, 2 հատով եմ վերցնում ու էլի 3 շղթա քաշում, կարծում եմ պատկերացրիք օրինաչափությունը, ես հիմա շարունակեմ գործել, դուք ուղղակի նայեք, առանց մեկնաբանության
գործում եմ։ Ստացվեց 17 պիկո։ Հելունագործության մեջ այս էլեմենտը, այս տարը կոչվում է պիկո։ Ահա ինչ ունենք այս էտապում։ Հիմա ես պետք է ջերմային մշակման ենթարկեմ գործվածքը, քանի որ այս էտապում դա ավելի հեշտ է անել, երբ որ թևքեր այսպես կարենք, ավելի դժվար կլինի։ Իմիջիայլոց ասեմ, այս անթևիկները գործելն ավելի հեշտ է, քան արդուկելը, թե ուլունքների տարբերակով, թե այս գնդիկների տարբերակով, պետք է այնպես անել, որ գնդիկները չնստեն արդուկելիս, ուլունքները տեսքից չընկնեն, թեպետ ժամանակի ընթացքում այսպես թե այնպես դա տեղի է ունենալու, բայց պետք է զգուշ լինել։ Երկու դեպքում էլ թարս կողմից ենք անում այդ գործողությունը։ Ջերմային մշակման ենթարկելուց հետո կշարունակենք շարքը։ Հիմա ես թևքի այս երկու հատվածը պետք է միացնեմ իրար։ Դա անում ենք թարս կողմից։ Այստեղից ես հելունը հագցրել եմ ամենասկզբի հատիկի մեջ, այս կողմից էլ վերցնում եմ բաց հատիկը, որ թողել եմ թևքի հատերը փակելուց հետո, այդ վերջին հատիկը բաց է։ Հիմա այս հատիկը անցկացնում եմ առաջին հատիկի միջով, և այսպես կցակարում եմ, կամ ավելի ճիշտ է ասել, կցագործում եմ այս հատերը։ Վերցնելով այս եզրային հատերի այս ներսի թևիկները, այս կողմից վերցնում եմ ինձնից հեռու դասավորված թևիկը, այս կողմից վերցնում եմ ինձ ավելի մոտ գտնվող թևիկը։ Դրանք այդ ներսի թևիկներն են և այդպես ավելի ճիշտ է։ Աշխատում ենք, որ այս ստացվող կարը շատ չձգի, շատ թույլ էլ չանենք, շատ ձիգ էլ չենք անում։
ահա այս հատիկը հագցնում ենք ճաղի վրա և շարունակում գործել։ Այս դոշի հատերը ես հանել էի առանձին ճաղի վրա, որպեսզի ջերմային մշակման ժամանակ հարմար լիներ, այդպես կմնան, հետո հակառակ կողմից գործելուց, թարս շարքը գործելուց, դրանք այդ ճաղի վրայից գործելով կգամ։ Այստեղ շարունակում ենք գործել ուղիղ, շիտակ հատեր, այստեղ ոչինչ չկա անելու, դա բնականաբար գիտեք այն գնդիկներից հետո գործվող շիտակ շարքն է, որտեղ ոչինչ չի արվում։ Թիկունքի հատերն էլ համարյա գործեցի, վերջացրեցի ու հասա աջ թևքին։ Էլի այս ցուցիչը կմնա, ռեգլանի այս երկու հատիկը կտանք թևքին, այս ցուցիչը հեռացնում ենք ու նույն ձևով ոնց որ ձախ թևքը արեցինք, աջ թևքն էլ այսպես հատերը կգործենք, հակառակ կողմից գործելուց մեր 5 կրճատումը կանենք, 5 կետերում միասին գործելով, հիշում եք, հա, այս 3 գնդիկների վրա, այստեղ, այստեղ ու այստեղ և մեկական կրճատում էլ այս եզրերին կանենք, կստացվի 5 կրճատում ու էլի նույն ձևով կգործենք 4 ալիք, ոնց որ այս թևքի վրա, նույն ձևով կփակենք հատերը ու կշարունակենք գործել մինչև շարքի ավարտը ուղիղ հատերով։ Ահա ստացված թևքը, սա ձախ թևքն է։ Թևքերն առանձնացնելուց հետո ճաղերի վրա ես ունեմ 123 հատ, առանց երիզի հատերի։ Ու հիմա այս առաջիկա շիտակ շարքում ես պետք է սկսեմ գործել տերևները։ Գործում ենք երիզի հատերը, հինգ, 6, 7, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 հատիկ գործելուց հետո, ահա, այն 5 հատիկը, որոնք հանդիսանալու են տերևի հիմքը։ Էլի արդեն ձեզ ծանոթ ձևով 2 հատը դեպի աջ ենք փակում, թել ենք գցում, կենտրոնական հատիկը թել ենք գցում, երկուսն էլ դեպի ձախ ու գործում ենք հաջորդ 11 հատիկը, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 ու այստեղ ուզում եմ կանգ առնել և ձեզ ցույց տալ մեր այդ իդեալական հաշվարկի իդեալական արդյունքը։ Ահա այստեղ հենց այս թևատակում մենք ունենք ուղիղ 5 հատիկ, որոնց վրա մենք պետք է գործենք տերևը։ Սա մեր հաջորդ տերևն է, տերևի վերջին հատիկը, հա, և դրան նախորդող 5 հատիկը, այստեղ էլ այս տերևի վերջին հատիկն է ու դրանց միջև այդ 5 հատիկը
ու ես հիմա գործում եմ հաջորդ երկրորդ տերևն այս շարքում։ Թել ենք գցում, կենտրոնական հատիկը թել ենք գցում, այստեղ երկուսը միասին, էլի գործում ենք 11 հատիկ, ու հաջորդ տերևը հաջորդ այս 5 հատիկի վրա։ Շիտակ հատ կենտրոնական, ավելացումը, սրանք էլ դեպի ձախ, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, հաջորդ տերևը, երկուսը դեպի աջ թեքությամբ իրար հետ գործեցինք, ավելացում, կենտրոնական հատիկը, ավելացում, երկուսն էլ դեպի ձախ ու միջանկյալ 11 հատերը։ Ահա, սա վերջին հատիկն է տերևի, այս էլ հաջորդ տերևի առաջին հատիկը ու դրանց միջև 5 հատերը։ Այստեղ ավելացում պետք չէր։ Դեռ չհասած հաջորդ տերևին ցույց տամ ավելի պարզ կերևա։ Էլի նույն պատկերը մյուս թևատակում ունենք։ Սա այս տերևի առաջին հատիկն է, այս կողմից էլ այս տերևի վերջին հատիկը և դրանց միջև մենք ունենք 2, 4, 5 հատիկ։ Նորից կրկնվելով ասեմ, սա մեր իդեալական հաշվարկի իդեալական արդյունքն է, որտեղ կարիք չկա ոչ մի հատիկ ոչ ավելացնել, ոչ պակասեցնել նախշը ամբողջացնելու համար։ Կարող են լինել պահեր, ասենք եթե դուք որոշեք մի շարք ներքևից սկսել նախշը, այս վերևամասում, և դրա արդյունքում ասենք մի ավել շարք ունենաք ռեգլանի վրա, որպեսզի ռեգլանն ավելի երկար ստացվի, կարող է այդպիսի ցանկություն ունենաք մի փոքր ավելի մեծ գործելու և այդտեղ մեկական հատիկ ավել ստացվի, այդ մեկական հատիկները կերցնելը այդքան խնդրահարույց չի, կարելի է հեշտությամբ դրանք ուրեմն ինչ-որ տեղ թաքցնել, պահել, բայց երբ շատ են այդ հատերը, ոչինչ անել չենք կարող։ Ահա, հաշվեմ մի հատ այս կողմից իմ 11 հատիկը 2, 4, 6, 8, 10, 11, երկու հատիկ միասին, թել ենք գցում, կենտրոնական հատիկը թել գցեցինք, երկու հատիկն էլ դեպի ձախ և դոշի հատերն ենք գործում, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 և շարքում վերջին տերևն է։
և շարքն ավարտում ենք շիտակ հատերով։ Ինչպես որ ամբողջ շարքն ըստ էության։ Նկատի ունեմ, որ էլ պակասեցումներ, ավելացումներ չկան անելու։ Այստեղ էլ երիզի հատերը շիտակ։ Եվ կարելի է ասել, որ էլ առանձնապես ցույց տալու բան չկա։ Այսպես գործում ենք, ձեզ արդեն ծանոթ է եւ նախշը, եւ օրինաչափությունը։ Գործում ենք այնքան, մինչև գործվածքի վրա ունենանք ահա այսպիսի 7 շարք, չհաշված այս վերևի թերի տերևը։ Տերևների 7 շարք պետք է գործենք։ Ահա եւ մեր անթևիկը, սիրելիներս։ Իր 7 շարք տերևներով 1, 2, 3, 4, 5, 6, 7։ 7 շարք գործելուց հետո գործել եմ մի քանի շիտակ շարք, որից հետո անցել եմ ռեզինին։ Ռեզինը գործեցի այնպես, ինչպես թևքի վրա, այսինքն այս գնդիկների հատիկը փակել եմ կողքի հատիկի հետ, դրանից առաջ էլ մեկ հատիկ եմ փակել, գործել եմ 4 շարք ռեզին և հատերը փակել եմ հելունի օգնությամբ, այնպես ինչպես ես դա արեցի թևքի վրա, դուք դա արդեն տեսաք։ Սիրելիներս, մինչ հրաժեշտ տալը կցանկանայի ներկայացնել ձեզ անթևիկի ևս մեկ նմուշ։ Այս նմուշը գործելիս ես մինչև վերջ հավատարիմ եմ մնացել նախշի գծագրին, այսինքն տերևների ամեն շարքից հետո ես անմիջապես անցել եմ հաջորդ շարքին, առանց այն դատարկ շարքերը գործելու, և եթե նկատեցիք, այստեղ տերևներն էլ ավելի խիտ են դասավորված։ Այստեղ էլ մենք ունենք տերևների 7 շարք, ահա դրանք 1, 2, 3, 4, 5, 6, 7, բայց այդ 7 շարք տերևները դասավորված են ավելի փոքր չափսի վրա, այս չափսը նախատեսված է 3 ամսական փոքրիկների համար։ Ասեմ ավելին, այս նախշի վրա ես բացի այն, որ լցրել եմ այս թիկունքի դատարկությունը թերի տերևով, ես լցրել եմ նաև դոշի վրայի ահա այս հատվածի դատարկություններն եմ լցրել թերի տերևներով, դրանք կեսն են, ինչպես նկատում եք, մի կեսը մի դոշի վրա է, մյուս կեսը մյուս դոշի վրա։ Այս նմուշների վրա այդ կեսերը չկան այստեղ։ Սա էլ ավելի կատարելագործված ու մշակված տարբերակն է։ Ես մի քայլ եմ առաջ գնացել այս նմուշի վրա և այստեղ թիկունքի վրա նույնպես գործել եմ ետդարձ շարքեր, ինչի հաշվին թիկունքը էլ ավելի կորություն է ստացել այս հատվածում և ավելի ճիշտ է ընդգծում պարանոցի կառուցվածքը։ Առաջիկայում ես իմ էջում կտեղադրեմ այս նմուշին վերաբերվող վարպետաց դասը, եթե այն ձեզ կհետաքրքրի, դուք այն կարող եք գտնել իմ էջում մի փոքր ավելի ուշ։ Դե իսկ այսքանով ես ցանկանում եմ հրաժեշտ տալ ձեզ, ցանկանալով ձեզ հլու ու հնազանդ հատիկներ թե ճաղերի, թե հելունի վրա, ու մի անգամ ևս հիշեցնել ձեզ բաժանորդագրվել իմ ալիքին, եթե դեռ բաժանորդագրված չեք, լայքել հոլովակները և գրել ձեր տպավորությունները մեկնաբանությունների բաժնում։